Եթե սովորական մարկային լեզվով փորձենք նկարագրել ինչ է պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը, ապա դա դատապարտված անձին, այսինքն արդեն դատավճռով դատապարտված անձին տրված հնարավորություն է իր հետագա պատիժը չկրելու եւ ազատությունը վայելելու, այսինքն այդ բաղձալի ազատությանը հասնելու համար։ Միանշանակ շատ մեծ նշանակություն ունի արդարադատության ոլորտում, քանի որ սա առաջին հերթին հենց մեսիջ է ուղղված հանրությանը, որ դատապարտված լինելը ինքնին վերջնական, այսպես ասած, բնույթ չի կրում եւ ամեն դեպքում անձին թեկուզ եւ դատապարտված լինելու պայմաններում հնարավորություն է տրվում պատշաճ վարքագիծ դրսևորելու պայմաններում պատժի կրման հետագա ժամանակահատվածը անցկացնել ազատության մեջ։ Այս մասով օրենսդիրը հստակ իր դիրքորոշումը արտահայտել է, երկու չափորոշիչ կա, որոնցով առաջնորդվելով դատարանը որոշում է կայացնում անձին պատժից վաղաժամկետ ազատելու կամ չազատելու։ Առաջինը դա անձի դրսևորած պատշաճ վարքագիծն է քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում, եւ երկրորդը դա այն հանգամանքն է, որով դատարանը հնարավորություն է ունենում գնահատելու արդյոք անձը ազատության մեջ գտնվելու պայմաններում կարող է հավուր պատշաճի, այսպես ասած, վերասոցիալականացվել եւ կարող է արդյոք նոր հանցանք չգործել։ Այս երկու հանգամանքներն են դրված վաղաժամկետ ազատելու հիմքում։ Դատարանը այս չափորոշիչների վրա որոշում է կայացնում համապատասխան զեկույցների հիման վրա։ Զեկույցները ներկայացվում են քրեակատարողական ծառայության կողմից եւ դատապարտյալների վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պրոբացիայի ծառայության կողմից։ Քրեակատարողական ծառայությունը զեկույցներ է ներկայացնում անձի դրսևորած պատշաճ վարքագծի գնահատման հետ կապված, իսկ պրոբացիայի ծառայությունը արդեն ապագայում դրսևորվելիք վարքագծի վերաբերյալ։ Զեկույցները, որոնք կազմվում են պրոբացիայի ծառայության եւ քրեակատարողական ծառայության կողմից, հիմնվում են արդարադատության նախարարի համապատասխան հրամանի, եթե չեմ սխալվում, 2018 թվականի հուլիսի 22-ի հրամանի վրա, որտեղ նշված են թե կոնկրետ անձի ինչ վարքագիծը որքան միավոր է արժանանում եւ այդ միավորների համագումարի հիման վրա դատապարտյալները հնարավորություն են ունենում հավաքել դրական կամ բացասական միավորներ։ Եթե ավելի մանրամասնենք, առավելագույնը դատապարտյալները կարողանում են հավաքել 55 միավոր, իսկ նվազագույնը պետք է հավաքեն 28 միավոր, այսինքն անցողիկ այդ 28 միավորն է։ Եվ այդ միավորների հիման վրա դատարանը որոշում է կայացնում, սակայն շատ մի կարևոր հանգամանք կա, որ չնայած այն հանգամանքին, որ որոշակի առումով այդ զեկույցները դատարանի համար կաշկանդիչ նշանակություն ունեն, բայց վերջնական որոշում կայացնելու համար դատարանը ազատ է եւ նաեւ այդ զեկույցների բացասական լինելու պայմաններում դատարանը կարող է դրական որոշում կայացնել, այսինքն անձին պատժից վաղաժամկետ ազատել, եթե գտնում է, որ անձը պատշաճ վարքագիծ է դրսևորել եւ հավանականությունը, որ նա ազատության մեջ նոր հանցանք կկատարի, քիչ է կամ բացակայում է։ Տուժողին պատճառված վնասը բավականին կարևոր հանգամանք է վաղաժամկետ ազատելու ժամանակ, ինչու որովհետեւ այդ բալերը, որ հավաքում են զեկույցների համար, բավականին բարձր միավոր է նախատեսված, առավելագույն միավորը մեկ գործողության համար կատարելու կամ չկատարելու համար դա 5 միավորն է, այս դեպքում 4 միավոր է տրվում, եթե հարթվում է կամ հատուցվում է տուժողին պատճառված վնասը։ Կարևոր է, որպեսզի դատապարտված անձինք, որոնք հետագայում պատրաստում են կամ դիմել են վաղաժամկետ ազատելու համար, իմանան, որ պատժի մնացած մասը նրանք գտնվում են փաստացի փորձաշրջանի մեջ, իսկ փորձաշրջանի մեջ գտնվելու պայմաններում դատարանը հնարավորություն ունի նույնիսկ պարտավոր է որոշակի առումով պարտավորություններ դնել դատապարտյալների վրա, օրինակ առանց դատարանի թույլտվության չփոխել բնակության վայրը կամ բնակության վայրը փոխելու պայմաններում տեղեկացնել կամ թույլտվություն ստանալ դատարանից, կամ դատարանը կարող է պարտավորացնել դատապարտյալին մասնակցել որոշակի վերասոցիալականացման ուղղված դասընթացների, համապատասխան բուժհաստատություններում, օրինակ թունամոլությունից, թմրամոլությունից բուժման կուրսեր անցնել, այս ցանկը շարունակելի է եւ կարող է նաեւ դատարանը այլ պարտականություններ դնել, որոնք ըստ էության նաեւ օրենքով նախատեսված չեն, այսինքն այդ ցանկը սպառիչ չէ։
Եթե այդ պարտավորությունները չեն կատարվում, պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդությամբ դիմում է դատարան եւ դատարանը վերացնում է վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշում, այսինքն անձը ուղարկում է քրեակատարողական հիմնարկ։ Կարծում եմ հատկապես վերջի ժամանակաշրջանում օրենսդրական փոփոխությունների ֆոնի ներքո որոշակի ակտիվություն գրանցվել է պատժիչ պայմանական ազատելուն ուղղված դիմումներ ներկայացնելու գործընթացում, սակայն դա չեմ ցանկանում բացառապես օրենսդրական փոփոխություններով պայմանավորել, որտեղ ըստ էության իրավունքը նույնպես շարժուն երևույթ է, դինամիկ է, զարգանում է եւ անձինք դատապարտյալները այդ թվում ավելի շատ են սկսում օգտվել իրենց իրավունքներից, իրացնել այդ իրավունքը, ավելի շատ են սկսում նաև այդ համատեքստում փաստաբանների ծառայություններից օգտվել, փաստաբանները նույնպես ներգրավում են այդ գործընթացներում, այդ գործընթացները նաև ավելի արդյունավետ են ստացվում։ Միանշանակ խնդիրներ կան եւ խնդիրները մեծամասամբ երկու տեսակի, այսպես ասած, խնդիրներ կառաջացնեմ։ Մեկ այ որ դատարանները շատ ժամանակ հենց չոր որպես հիմք ընդունում են այդ զեկույցները, այսինքն այդ պրոբացիայի եւ քրեակատարողական ծառայության կողմից ներկայացված զեկույցներով հավաքած միավորները, եւ եթե օրինակ այդ երկու զեկույցները 27 միավոր են լինում, այսինքն բացասական են լինում, դատարանը հնարավոր է առանց որևիցե ռեալ գնահատական տալու օբյեկտիվ իրականությանը հիմնվելով այդ զեկույցների վրա մերժի անձի դիմումը։ Երկրորդ բացթողումը կապված է հենց բուն զեկույցների հետ։ Նշված զեկույցները որպես անձին տրվող միավոր, օրինակ հաշվի առնում անձի տարիքը թե հանցանք կատարելու ժամանակահատվածում եւ պատիժը կրելու ընթացքում։ Տրամաբանությունը հետեւյալն է, եթե անձը ավելի ջահել, այսպես ասած, հասակում է հանցագործությունը կատարում, օրինակ մինչև 28 տարեկան հասակում, ապա դա 0 միավոր է գնահատվում։ Եթե հանցանքը կատարել է 28-ից 55 տարեկան հասակում, որոշակի միավոր տրվում է։ Եթե 55-ից բարձր հասակում, ապա ավելի բարձր միավորներ է տրվում եւ նույն տրամաբանությունը նաեւ շարունակում է պատժի կրման ընթացքում անձի տարիքին։ Ես անկեղծ ասած մեծ ցանկության նույնիսկ դեպքում չեմ կարողանում այդ տրամաբանությունը ընկալել տարիքային այդ խտրականության հետ կապված։ Փաստաբանների դերը այս գործընթացում շատ կարևոր է եւ նաեւ ողջունելի է, որ վերջին ժամանակահատվածում դատապարտված անձինք ել ավելի են նշված իրենց իրավունքները իրականացնելու համար դիմում փաստաբանների, որտեղ շատ ժամանակ դատապարտված անձինք կաշկանդված են լինում որոշակի հանգամանքներ ներկայացնելու եւ հավուր պատշաճի իրենց շահերը ներկայացնելու, ինչը պրոֆեսիոնալ կերպով անում են փաստաբանները։